ու զույգերի միջև կարա պայմանավորվածություն լինի ու իրոք իրանք քանի որ շատ են ուզում իրանք հարաբերությունները ավելի որակյալ դարձնեն, երկուսով պայմանավորվում են, որ մենք պետքա կոմպրոմիսի գնանք, որ քիչ վիճենք, որ մեր հարաբերությունները ավելի առանց բախումների լինեն, ավելի լավ լինեն, բայց նորից երբ որ գալիս են թերապեի, այդ հասկացողությունը, որ պետք է կոմպրոմիսի գնանք, նորից շատ ընդհանրացված, անորոշ, գործնականում ոչ հնարավոր կետ է։ Երբ որ մենք ասում ենք պետք է կոմպրոմիսի գնալ զույգ հարաբերությունների մեջ, նախ եկեք հասկանանք հնարավոր է արդյոք երկու մեծահասակ ամեն հարցով ունենան կոմպրոմիս, հա? Դա փողզիջում հասկացողությունն է, որը հարաբերությունների մեջ ենթադրում է, որ այդ փողզիջման ժամանակ զույգերից մեկը իր ձգտումը, նպատակը, պատկերացումը, համոզումը դնում է մյուս մի կողմ եւ մյուսի նպատակը, կարծիքն է այսպես պահում, բայց երբ որ խոսքը գնում է հասուն մեծահասակների մասին, ընկերներ, գնալ կոմպրոմիսի, պատկերացնել, որ լավ հարաբերությունները դա ենթադրում են մշտական կոմպրոմիս, դա իրատեսական չէ, հա, եւ առողջ էլ չէ։ Շատ կարեւոր է, որ մեր պոզիցիան հետեւյալը լինի, հա, ոչ թե կոմպրոմիս, այլ մենք պետք է կարողանանք որպես զույգ հանդուրժողականություն ունենանք դիմացինի այլակարծության նկատմամբ։ Եթե մենք տեսնում ենք, որ մեր զույգը օրինակ ինչ որ հարցի շուրջ ունի տարբեր մտածելակերպ, մենք կարողանանք հանդուրժող լինել։ 1. Երկրորդը մենք կարողանանք մեր հարաբերությունների այդ մենքի մեջ թույլ տանք, որ մյուսը տեղ ունենա։ Մի փոքր տեղ գոնե թողենք մյուսի համար, որտեղ երբ որ մենք խոսում ենք մենքի մասին, մենքը ենթադրում է հարաբերություններում երկու ես։ Ես, դու միասին դարձանք մենք։ Իսկ եթե դուք ուզում եք ամեն հարցով լինի միայն ձեր ուզածը եւ երբ որ դիմացինը համաձայն չէ, դա նշանակում է, որ կոմպրոմիսի չգնաց, էլի կռիվ եղավ, այդ նշանակում է, որ երկու եսի համագործակցությունը ձեր մոտ չի ստացվում, այդ կոոպերացիաները, փոխներգործությունը չի ստացվում։ Եվ նորից կարող են հուսահատություն լինել, դուք մտածեք, որ էլի մեր մոտ չստացվեց, մենք նորից կռվեցինք։ Իհարկե, եթե մենք որոշեինք լինել հանդուրժողականություն, դիմացինի կարծիքին տեղ թողեինք, ավելի արդյունավետ կարող էր մեր հարաբերությունները դասավորվել։ Կամ երրորդ կետ ես կարող եմ առաջարկել, որ դադարենք դիմացինին բացատրել մեր ճշմարտացիությունը, երբ որ մենք տեսնում ենք ինչ-որ հարց ենք առաջ քաշել, դիմացինը ուրիշ ձև է մտածում, ուղղակի ասենք, որ ես քո նման չեմ մտածում, ես հարցին մի քիչ ուրիշ ձև եմ նայում, ես այլ կարծիք ունեմ, եւ եթե մենք այդ ասողն ենք կարողանանք մեր մեջ ուժ գտնենք եւ եթե համաձայն չենք, ասենք, որ ես հարցին մի քիչ ուրիշ կողմից եմ նայում, իսկ եթե մենք անձ ենք, ով լսում է այդ արտահայտությունը, որ մեր դիմացինը մեր կարծիքի, մեր դիրքորոշման վերաբերյալ ասում է, որ ես ուրիշ ձև եմ մտածում, ես այլ կարծիք ունեմ, մենք այդ պահին միանգամից չմտածենք, էլի, որ էլի հակառակվում է, փորձենք հանդուրժող լինել։